Տարիներ են անցնում, դարեր են փոխվում, սերունդներն հաջորդում են միմյանց։ Մարդկությունն առաջ է շարժվում հսկայական քայլերով, հաղթահարում նոր փորձություններ, ստեղծում ամենակարող մեքենաներ։ Գիտության ու տեխնիկայի նվաճումները, բոլոր նոր զարգացումները, սակայն կեցության հարմարավետությունից բացի մարդուն ոչինչ չեն տալիս։ Չեն պակասում պատերազմներն ու արհավիրքները, ոճիրներն ու ուրացությունները։ Ազգեր ու ժողովուրդներ, ինչպես դարեր առաջ, մի վայրից մյուսն են տեղափոխվում, լքելով իրենց բնօրրանը։ Մշակույթներ ու ժողովուրդներ են անհետանում։ Ժամանակակից մարդուն ամեն օր քարոզվող ու պարտադրվող սպառողական հոգեբանությունը, միայն սեփական հաճույքի եւ բարեկեցության համար ապրելու գաղափարախոսությունը գնալով տիրապետող է դառնում, ներխուժելով կյանքի բոլոր ոլորտներ, եւ բոլորը կամա թե ակամա դառնում են նոր մտածողության կրողները։ Այդ ժամանակ է, որ մեծանում է արտաքին ուժերի ազդեցությունը, եւ այդ ժամանակ է, որ արտաքին ազդեցությունը դառնում է կործանարար։ Այդպես է այսօր ու այդպես է եղել դարեր առաջ։ Եթե մենք ընթերցենք հռոմեական կայսրության պատմությունը եւ դաթարի պատճառները, ինչպես կործանվեց հսկայական հռոմեական կայսրությունը, պատճառներից գերագույնը, եթե ոչ միակը, ապա ամենակարևորը, ամենամեծը այն էր, որ հռոմեական լեգիոնները եւ զորավարները մոռացան իրենց պատմությունը, իրենց նախնիներին սկսեցին պղծել։ Եվ իրենք միայն իրենց տեսան։ Սա ամենավտանգավոր բանն է, որ մարդ մոռանում է իր ով լինելը, իր պատմությունը, իր հայրերին, իր ծնողին, իր պապերին, իր պապերի պաշտելի Աստուծո եւ հիմնավոր շեղում է առաջացնում իր կյանքի մեջ։ Երբ Արշակունյաց ցեղը վերացավ, հայոց աշխարհին տիրեց Պարսից Սասանի ցեղը, որը իր իշխանությունը վարում էր Մոգերի կրոնի համաձայն։ Վռամի որդի արքայից արքա Հասկերտին սատանան իրեն գործակից գտավ եւ հավաքված ամբողջ թույնը դուրս թափեց եւ լցրեց նրան ինչպես թունավորված նետերով լի կապարջ։ Եվ սկսեց նա հոխորտալ անօրենությամբ, գոռոզանում էր եւ աղմկելով քամի էր բարձրացնում աշխարհի 4 կողմերը եւ մեզ Քրիստոսի հավատացյալներից իրեն թշնամի եւ հակառակորդ էր ներկայացնում եւ նեղվում ու տագնապում էր անխաղաղասեր կյանքով։ Փաստ է, որ 451 թվականին արդեն քրիստոնեական հավատը, կրոնը դարձել էր մի այնպիսի զորեղուժ, որ ժողովրդի մաշկի մեջ էր ներթափանցել, ինչպես ասում է Եղիշեն, եւ մշակութային բոլոր արժեքները, Աստվածաշունչը, մտածելու հնարավորությունը, գրավոր մշակույթը, արտահայտվելու ձևերը տրվել էր քրիստոնեական հավատը, եւ հավատից ավելի այն դարձել էր ժողովրդի համար կենցաղ։ Պատմությունը կրկնվում են նաև իշխելու, կործանելու ու ոչնչացնելու մեթոդները։ Մարդիկ, ովքեր արժեքներ ստեղծելու, սերունդներ կրթելու առաքելությանը պետք է ծառայեին, մոռանում են իրենց կոչումն ու պատասխանատվությունը եւ սեփական հռչակի ու շահի համար ազգային արժեքների նկատմամբ անտարբերություն նախնիների պատմության ուրացում են քարոզում։ Վարդանանց պատերազմը այսօր զարգացող ամենատարբեր քաղաքական, մշակութային, հոգևոր իրադարձությունների շրջանակներում մեզ լուսաբանում է մի շատ կարևոր հանգամանք, որ կան ազգային արժեքներ, կան հոգևոր մշակութային բարոյական արժեքներ, որոնք երբեք չեն կարող անջատ դիտարկվել, երբեք չեն կարող, ինչքան էլ որ հմուտ լինի պատմաբանը, սրբազերծվել, քողազերծվել եւ դառնալ մասսայական քննարկման այնպիսի առարկա, որտեղ կարելի է ասել ամեն բան։ Ում հոգիները թուլացած են երկնավոր առաքինությունից, սաստիկ երկյուղի մեջ է ընկած նրանց մարմնի բնությունը։ Ամեն հողմից շարժվում է եւ ամեն խոսքից վրդովվում եւ ամեն բանից դողում։ Այսպիսի մարդը
երազական բաներով է անցկացնում իր կյանքը, իսկ մահվան ժամանակ էլ անդառնալի կորստյան է մատնվում։ Այսօր դժբախտաբար այդ թյուր ընկալումները շատ հաճախ են պատահում։ Սա կարելի է տարբեր հոսանքների մեկնաբանություններ լինեն, սա այն երևույթն է, որ համատարած է, ոչ միայն ազգային է, զուտ հայոց ազգի հետ է կախված, այլ ընդհանրապես գլոբալացված ամբողջ աշխարհից է գալիս այդ հոսանքը։ Եվ դժբախտաբար ես պիտի ասեմ, որ այն անձինք, ովքեր որ դեռևս չեն գիտակցել, ինչ է քրիստոնեությունը, ինչ է հավատքը, հանուն ինչի են իրենք պայքարել եւ պայքարում իրենց նախնիկ եւ իրենք թերևս գիտեք շատերը իրենց անվանում են քրիստոնյա զուտ նրա համար որ գնում են եկեղեցի եւ մոմ են վառում դա միայն պատկանելության արտահայտություն չէ դա միայն մեկ ոլորտն է մեկ երեսն է հա ուրեմն այդ ուրացումները այդ սխալ ընկալումները թյուր ընկալումները առաջին հերթին գիտակցության հարց է որովհետեւ այդ անձանց միտքը դեռևս այն լուսավորությունը չունի Եվ բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսումնությունից։ Կույրը զրկվում է արեգակի ճառագայթներից, իսկ տգիտությունը զրկվում է կատարյալ կյանքից։ Լավ է աչքով կույր լինել, քան մտքով կույր։ Ինչպես որ հոգին մեծ է մարմնից, այնպես էլ մտքի տեսողությունը մեծ է մարմնի տեսողությունից։ Անվանելով փաստված ուրացողներին արդարացած անձ Եվ այն անձանց, ովքեր որ մշտապես միլիոնավոր մարդկանց դարերի ընթացքում ներշնչել են եւ նոր պայքարների հաղթանակի են առաջնորդել, եւ այս ազգին, այս մշակութային ազգին, եթե կուզեք, առաջնորդել են դեպի այս օրը, հա, ուրեմն այս մարդիկ եւ նրանց յետևում կանգնած ուժերը թերևս տեսել են, թե որտեղ կարելի է այդ զորությունը, այդ ուժը, այդ խողովակի առջև փակել եւ որտեղից կարելի է այս ազգի ջլատումը գտնել։ Այսպես էր դարեր առաջ ավարայրի նախորյակին, հետագա բոլոր ավարայրերից առաջ եւ այդպես է նաեւ այսօր։ Եվ խնդիրը միայն 5-րդ դարի պատմական կոնկրետ իրավիճակում տեղի ունեցած կոնկրետ ճակատամարտն ու ազգային ազատագրական շարժումը չէ։ Խնդիրը ժողովրդի հավաքական ուժի, ազգային արժեքների գնահատման Դրանց շուրջ համախմբման, դրանց պահպանության համար զոհաբերության ոգի դաստիարակելն է։ Սա է, որ կարևոր է բոլոր ժամանակներում, բոլոր իրավիճակներում, քանի դեռ արդիական է ժողովուրդ ու պետականություն ունենալը եւ ապագա սերունդներին հայրենիք կտակելը։ Վարդանանց պատերազմը դեռևս 449 թվականից անընդհատ սկսված եւ շարունակվող հայության պատերազմներ մինչև 484-485 թվական նվարսակի հաշտություն այդ երկար շարքի մի պարզ դրվագներ։ Եվ եթե այսօր որոշ մարդիկ, որոշ պատմաբաններ, գործիչներ մշակութային եւ քաղաքական հանիրավի կամ իրավացի կերպով փորձում են որոշ պատասխաններ տալ կամ լուծումներ, լուսաբանումներ գտնել տոնի մասին, ինչն իրենց իրավունքն է, մոռանում են մի պարզ փաստ, որ այդ պատերազմը ինքնին սկիզբ եւ ավարտ չէր։ Այսինքն այս առումով այս երկար շղթայի մեջ Վարդանանց պատերազմը դիտարկել իբրև մի պարզ զարգացում, որ սկիզբ եւ վերջ ունեցավ, իմ կարծիքով անտրամաբանական է եւ մի տեսակ հայոց պատմության ուղղակի տրամաբանական շղթայի շարքի անտեսումն է։ Դիվանագիտական հարաբերության հարց չկար այդտեղ։ Այստեղ կար քրիստոնեությունը իբրև մաշկի գույն եւ կրելու այդ Քրիստոսին իրենց մեջ, իրենց կյանքի մեջ կենագործված կերպով գրելու այդ մեծ գիտակցություններ, որ առաջնորդեց հայ ազգին իրենց սրբությունը, իրենց ընտանիքը եւ իրենց հոգեվոր ու ազգային արժեքները պահպանելու համար հանուն այդ գերագույն նպատակների ելնել պայքարի։ Վարդանանք կանխատեսեցին իրենց ժամանակավոր նահանջի հնարավոր հետևանքները, զգացին պարտվողական մտածողության վտանգը եւ իրենց նահատակությամբ դարձան հայրենասիրության ու անձնազոհության օրինակ հետագա բոլոր դարերի համար։ Եթե միանշանակ չլիներ Վարդանանց պատերազմ, հնարավոր է, որ Արցախյան պատերազմում մենք հաղթանակ չունենայինք։ Մենք չունենայինք Շուշիի ազատագրումը, որ եղավ նաև այդ հավատքի հաստատակամության պատճառով, եղավ այդ խաչի պահպանության պատճառով։
Սա տեսնում ենք պատմության յուրաքանչյուր հատվածում, յուրաքանչյուր էջի մեջ, թե ինչպես եկեղեցականը եւ զինվորականը, ինչպես պետական իշխանավորը, որ գիտակից է եւ գիտակցում է իր ժողովրդի շարունակական առաքելության, հավետ կենթանության եւ անգամ եթե նահատակության ճանապարհ բռնելով հարություն պիտի առնի, այդ նահատակությունը ստանձնելու եւ այդ նահատակությունը անգամ առաջնորդելու այդ մեծ գիտակցությունը գալիս է Վարդանանց պատերազմից, որտեղ Վարդանանց պատերազմը հանուն հավատքի, հանուն ճշմարիտ Քրիստոսի մղված առաջին քրիստոնեական պատերազմն է։ Թերևս այդ ժամանակահատվածում շատ ազգեր, որ այսօր քրիստոնյա եւ գեր ավելի մեծ եկեղեցի ունեն քրիստոնեական, քրիստոնեության ճշմարտությունը չէին ընդունել, բայց հայ ժողովուրդը այդ ճշմարտությունը ճանաչած գիտակցությամբ ելավ պայքարի, ելավ ապացուցելու իր հավատքի արդարությունը եւ ապացուցեց այն ճշմարտության պարզ, որ այսօր մենք գոյություն ունենք։ Եվ երբ տեսավ, որ ծածուկ հնարագիտությունը բանի տեղ չանցավ, այլ դիմացիններն ավելի շատ էին գործում, որովհետև տեսնում էր, որ քրիստոնեությունն օրեցօր աճում տարածվում էր հեռավոր ճանապարհի այն բոլոր կողմերը, որով ինքն անցնում էր, սկսեց հալումաշ լինել եւ հառաչելով հոգոց անել։ Ակամա հայտնեց գաղտնի մտադրությունները, բարձրաձայն հրաման տվեց եւ ասաց. Իմ իշխանության ներքո գտնված բոլոր ազգերն ու ժողովուրդները թող բոլորը ձեռք քաշեն իրենց մոլար կրոններից եւ գան երկրպագություն անեն միմիայն Արեգակին, զոհեր մատուցելով եւ Աստված անվանելով նրան եւ սպասավորելով կրակին։ Թե զորավար, թե աշխարհական, թե հոգեվորական, մեկ բռունցք եղած, ուսի եւ սիրտ սրտի, հոգի հոգու եւ միտք մտքի տված ելել են գիտակցական պայքարի։ Գիտակցական այն առումով, որ պետք է ազատագրեն իրենց ազգը, իրենց հավատքը, իրենց սրբությունը։ Այն, ինչից սերում է ազգային ինքնագիտակցությունը եւ ինքնությունը։ 449 թվականի սկզբին Արտաշատուն գումարված հայ նախարարների եւ հոգեվորականների ժողովը մերժեց Հասկերտ II կրոնափոխության հրամանը։ Մերժեց, որովհետև հարմարվողականությունը, հավատի կորուստը ինքնության կորստի ու վերջնական ձուլման սկիզբ համարեց։ Եղիշեն շատ հմուտ կերպով ընդգծում է բոլոր շերտերի համահավասար եւ համաչափ մասնակցությունը պատերազմին։ Մի կողմում իշխաններն են Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, մյուս կողմում քահանաները Հովսեփ Հողոց Մեծի Ղևոն Երեց եւ ինչքան էլ զարմանալի է, երրորդ կողմում առաջին գրոհը կամ հարձակումը պարսիկների վրա կատարում է ժողովուրդը, երբ անգեղ գավառում յուղում տեսնելով պարսիկների ոտնձգություն իրենց սրբության նկատմամբ եւ տեսնելով իշխանների пассивությունը, կրավորական վիճակը, իրենք են նախաձեռնում եւ իրենք են հարձակվում եւ ցիրուցան անում պարսիկների ջոկատն ու մոգերին։ Շատ հստակ է, որ գործի մեջ նույնպես կարմիր թելի նման այս դասերի միասնությունը իբրև պետական եւ իբրև նաեւ հոգեվոր բարոյական արժեք ընդգծված է։ Ճակատագրական մարտից առաջ Վարդան Մամիկոնյանը խոսում է վախի ու թերահավատության մասին։ Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից եւ ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք, որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրա զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք։ Վարդանանք իբրև այդպիսին, երբ ստացել են հավաքական այդ անվանումը, դա ոչ թե Վարդանի կողմնակիցներ է նշանակել, այլ նախ եւ առաջ նշանակել է մարդիկ, ովքեր հավաքական կերպով, համախորհուրդ կերպով վկայել են քրիստոնեական հավատի մասին։ Երբ 4-րդ դարում
հույն նշանավոր պատմիչներից մեկը, եկեղեցական պատմիչներից մեկը, Եվսեբիոս Կեսարացին ասում է, որ 313-11 թվականին հայերը համախումբ կերպով պատերազմ մղեցին կայսրի դեմ, վկայելով իրենց քրիստոնեական հավատի մասին։ Սա խոսում է նույնպես այն պարզ փաստի մասին, որ Հայաստանում դեռևս վաղ միջնադարում ժողովուրդը, եկեղեցին եւ պետությունը համախումբ կերպով խորհրդացում էին իրենց հավատի, իրենց ունեցած քրիստոնեական նվիրական արժեքների մասին։ Եվ եթե այսօր Վարդանանց խորհուրդը իրականության մեջ չլինի հայոց բանակում, մենք այսօր չենք կարողանա նաև հայոց հանրապետությունը պաշտպանել։ Մենք այսօր չենք կարողանա ապահով ապրել մեր հարկերի տակ։ Մենք այսօր չենք կարող կերտել մեր վաղվա ապագայի անսխալ եւ անսայթակ ու հաստատուն օրը։ Դրա համար Վարդանանց խորհուրդը մեզ համար ամեն դարերում եղել է արդիական, բայց հատկապես այսօր արդիական է, որովհետև այսօր ազգային ինքնության վերարժևորման դարաշրջան ենք ապրում։ Վարդանանց հերոսամարտն ու ավարայրի ճակատամարտը կանխորոշեցին հայ ժողովրդի ազատագրական պայքարի ելքը։ Եղան նահատակներ ու զոհեր, սակայն կենթանի մնաց ոգին։ Մնաց ու պահեց ազգին դարերի հոլովույթում ու մինչ օրս։ Եվ զորավարի չերկնչենք ու չվախենանք կոչը ուղղված է ներկա ու ապագա բոլոր մարտահրավերները արիությամբ ու քաջությամբ հաղթահարող հայ մարդուն։ Վարդանանց պատերազմը գործնական քրիստոնեության օրինակ էր, որ ոչ միայն տեսականորեն ընդունել էին ճշմարիտ Աստուծո այն ավետարանի ճշմարիտ լույսը, որ եկել էր Թադեոս Պարտուղիմեոս առաքյալների կողմից եւ քարոզվել ու հաստատվել էր Հայաստանում, սերմանվել էր եւ պտուղ էր տալիս։ Միայն այդ պտուղը չէր, այդ պտուղը գործնականորեն էր ապացուցվում մարդկային կյանքով։ Եվ այսօր հայոց ընտանիքում բազմահարյուր մարտահրավերներ կան։ Հիմնախնդիրներ կան, անհավասար պայմաններ կան, զավակներին սխալ դաստիարակելու եւ սխալ ընկալելու տարբեր տեսակի տարաբնույթ խնդիրներ են առկա հայոց ընտանիքում։ Վարդանանց պատերազմի խորհուրդը ընկալելը պետք է օգնի նաեւ ընտանիքի առաջնորդին, հորը դառնալու ճշմարիտ հայր, մորը դառնալու օրինակելի մայր։ Անմահ Վարդանանք, ձեր հիշատակը թող զարթնեցնե մեր մեջ որդիական սիրո ամենաջերմեռանց զգացումներ, եւ մենք սովորենք մեր հարազատ մոր խանդակատ աչքերից կաթած մի շիթ արցունքն ավելի բարձր գնահատել, քան աշխարհիս բոլոր մարգարիտներն ու գանձերը։ Կյանքի ու մահվան ասպարեզում ձեզ առաջնորդող խաչի դրոշը թող շարունակե առաջնորդել մեզ։ Այն երկնային իմաստությամբ լուսավորված լինեն մեր մտքերը, որ ուսուցանում է իտեր միայն պարծին։ Այն անմահական հավատով ջերմանան մեր սրտերը, որի դեմ անզոր են հրեշտակ և մարդիկ, սուր ու հուշ և ջուր և ամենայն դառն հարվածք։